Բարև բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Անցնող շաբաթ ապրիլի 11-ից 12-ը Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված էր վերջին տարիներին հայությանը պատած տագնապներին և մարտահրավերների դիմակայմանը։ Իրապես կարևոր մի խորհրդաժողով, սպասված մի խորհրդաժողով, որը մեկ հարկի տակ էր մեկտեղել Սփյուռքի տարբեր համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչների։ Համաժողովին մասնակցում էին նաև Հայաստանից, ինչպես Հայեղափոխական դաշնակցության բյուրոյի և Հայեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը և ուրիշներ։ Ներկա էին նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչները գլխավորությամբ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի։ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերի նսեմացումը, ազգային խորհրդանիշերի մոռացումը, Հայոց ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից հրաժարումը, Արցախյան հիմնախնդրից ձերբազատումը, Հայոց եկեղեցու հանդեպ տարվող արշավը և հայկական ինքնության դեմ ուղղված այլ սպառնալիքներն իրապես օրհասական իրավիճակ են ստեղծել հայկական ողջ աշխարհի համար։ Եվ այսօր ազգային գործիչների խնդիրն է համատեղվել, մեկտեղվել, քննարկել այս բոլոր խնդիրները և գտնել իրապես լուծման ուղիներ։ Եվ այս խորհրդաժողովի նպատակն էր համատեղ քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը, ձևավորել միասնական և նպատակաուղղված դիրքորոշում ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի Հանրապետության, հայկական Սփյուռքի և առհասարակ հայկական ազգային շահերի և հայ դատի։ Խորհրդաժողովն համախմբել էր 25 երկրներից ժամանած շուրջ 150 մասնակիցների, ովքեր ներկայացնում էին համայնքային տարբեր կազմակերպություններ կամ համայնքի ներկայացուցիչներ են, առաջնորդներ էին, եկեղեցական գործիչներ, ազգային քաղաքական կյանքում կարևոր դերակատարներ, կարևոր մասնագետներ և իհարկե երիտասարդներ։ Օրակարգի առանցքային կետերն էին Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը, ազգային արժեքների և հայոց եկեղեցու կարևորությունը Սփյուռքում, հայկական ինքնության պահպանման առումով, նոր իրավիճակի մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրև հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ, Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում հանուն համահայկական նպատակների։ Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը ուղղեց կոչ հայտարարություն, որին անշուշտ ապագայում կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։ Իրապես Հայաստանի Հանրապետությունը հայկական Սփյուռքի ներուժն օգտագործելով կարող է ստանալ բացառիկ հնարավորություններ և առավելություններ, դառնալով բոլորովին այլ երկիր։ Սփյուռքի աջակցության փորձն ու դրական ազդեցությունը հայրենիքի վրա մենք զգացել ենք նախորդ տարիներին, թեև այդ հնարավորությունները միևնույն է լիարժեք չեն բացահայտվել և օգտագործվել։ Հարցն այստեղ ազգային խնդիրների ամբողջական գիտակցումն է Սփյուռքի և Հայաստանի կողմից։ Ի վերջո Հայաստանն է ողջ հայության վերջին հանգրվանը և բոլոր հայերի հայրենիքը, և Հայաստանի գոյությունից է կախված նաև Սփյուռքում մեր հայրենիների հետագա գոյությունը որպես ազգային ինքնության կրողներ։ Սա առաջին հերթին պիտի գիտակցի Հայաստանի Հանրապետությունը և դառնա այս ազգային օրակարգի ձևավորողը, առաջ մղողը և աջակցողը։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և այս տեսանկյունից չափազանց կարևոր է, որ հենց այս օրհասական օրերին աշխարհի 25 երկրներից 150 ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվեց այս խորհրդաժողովը։ Համատեղ քննարկվեցին համահայկական օրակարգի կարևոր հարցեր, եղան մտորումներ, ինչպես օգնենք և ինչպես փրկենք հայկական պետականությունը այլ վտանգներից։ Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը նվիրված է ապրիլի 11-ից 12-ը Փարիզում տեղի ունեցած Սփյուռքի զորաշարժին նվիրված համաժողովին։
Երկօրյա խորհրդաժողովի օրակարգն այնքան հագեցած էր, լի էր բովանդակային եւ մասնագիտական զեկույցներով, քննարկումներով, որ մեկ հաղորդման ընթացքում բոլորին անդրադառնալ հնարավոր չէ։ Սակայն այսօր մեր եթերի ընթացքում կփորձենք որոշ դրվագներ ձեզ ներկայացնել խորհրդաժողովից։ Եվ իհարկե խորհրդաժողովում ծավալված քննարկումների եւ առհասարակ խորհրդաժողովի բուն առաքելության նպատակների մասին այսօր մեր տաղավարում հնարավորություն կունենանք խոսել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Իսկ այժմ առաջարկում եմ դիտել հատվածներ կարևոր ելույթներից։ Այսօր մենք կհավաքվենք իբրև մեկ ժողովուրդ, թեև աշխարհով մեկ սփռված, քանի որ Սփյուռք Հայաստան գաբը գենսական նշանակություն ունի մեր ազգային գոյության համար, այս վայրին մեջ մեր միախմբվելը ինքնին մեր գամքին եւ հանձնարարության վկայությունն է։ Այսօր այստեղ մեզ կհամախմբե մեր հայրենիքի եւ ազգի արչեւ ծառացած օրհասական դակնաբի գիտակցությունը։ Մենք կգտնվենք մեր պատմության ամենաջագադակրական հանգրվաններեն մեկուն արչև, ուր հայկական պետականության հիմքերը կստասանին, իսկ ազգային ինքնությունը հայկական իշխանություններու կողմ է գենտարգվի նպատակաուղված ու հետևողական հարցակումներու։ Այս աբասկային ընթացքին ամենացավալի դրսևորումն է Սփյուռքի համար գարմիր քիծ եղող հայոց ցեղասպանության նսեմացման փորձը։ Սփյուռքը երբեք չի գնար հանդուրժել Թուրքիո եւ Ադրբեջանի կողմէ բարդատրված Արցախի եւ մեր պատմական անժամանցելի իրավունքներու զիջումը հանուն անորոշ ու ստորացուցիչ խաղաղության։ Նույնքան մտահոգիչ է իշխանություններու սանսաձերծած բայկարը հայ-արաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք գիտենք, երբ կթիրախորվի եկեղեցին, թիրախի դակ կհայտնվի հայ ինքնության ողնաշարը։ Այս ամբողջ դակնաբի գիզագետին կմնա Արցախը, մեր չմարող վերքը եւ բայկարի հիմնական առանցքը։ Արցախի հայատապումը եւ բռնակրավումը մեր ժամանակներում մեծակույն ողբերգությունն են, սակայն մենք չենք պատրաստվիր ընդունել զայն որպես վերջագետ։ Արցախի էջը փակված չէ։ Սա միայն խոսքեր չեն։ Սա անշրջելի պարտավորություն է։ Եռամիասնությունը Արցախ, Հայաստան, Սփյուռք չի եղել եւ չի կարող լինել ձևական կարգախոս։ Արցախը որպես հաղթանակի խորհրդանիշ հանդիսացել է այս եռամիասնության հիմնական առանցքը։ Այժմ առավել քան երբեք եռամիասնությունը պետք է դառնա հայկական ազգային օրակարգի առանցքը, ազգային քաղաքականության եւ մեր ամենօրյա աշխատանքի ուղեցույցը։ Արցախի պետականության 30 տարվա փորձը ցույց է տվել, երբ Սփյուռքը ու հայրենիքը միավորվում են, արդյունքները բազմապատիկ տեսանելի են։ Արցախի իշխանությունները ակնկալում են պահել Արցախի հարցը միջազգային օրակարգում որպես համայն հայության հայրենիք վերադարձի եւ իրավունքների պաշտպանության հարց, բոլոր հարթակներում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, աջակցել Արցախի պետական կառույցներին ճանաչելով եւ հարգելով նրանց լեգիտիմությունը որպես Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմիններ։ 1997-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց երկքաղաքացիության օրենքը։ Կարևոր քայլը Սփյուռք Հայաստան գաբերու ամրամտման ուղղությամբ։ Ցավոք կառավարությունը չխրախուսեց սփյուռքահայերը, որ դառնան Հայաստանի երկքաղաքացի։ 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանն հաստատեց Սփյուռքի նախարարությունը։ Ես հբարությամբ ծառայեցի նախարարության մեջ 10 տարի հիմնադրման օրեն մինչև անոր փակումը 2018-ին։ Երբ Նիկոլ Փաշինյան եկավ իշխանության, փակեց Սփյուռքի նախարարությունը եւ նշանակեց Զարե Սինանյանը որպես Սփյուռքի գործերու բարձր հանձնագետար։ Այսինքն չափազանց ցախող նշանակում մներ, քանի որ Սինանյան քանթեց գոյություն ունեցող գամուշները Հայաստանի եւ Սփյուռքի միջև։
Սինանյան անդեսեց ավանդական հայ գազམ་ագերբություններն ու գուսակցությունները եւ զանոնք փոխարինեց անհատներով, որոնք իրենց համայնքներում մեջ աստեցություն չունին, բայց Փաշինյանի գոմնագիցներն են։ Սինանյան իր ժամանակը գվատնե Վարշաբեդին կովապանելով եւ նույնիսկ առաջարկելով, որ արաբներ ներքախտեն Հայաստան, բանը որ ոչ մեկ գաբ ունի սպիրկահայերու հետ։ 2024-ի Սպիրկ Հայաստան համաժողովին Փաշինյան ներկա սպիրկահայերուն զարմանալիորեն հանդգնեցավ ասել. Մեզի ծեր մարդասիրական օգնությունը պետք չէ։ Այս խոսքերը խոր վիրավորանք բաժարեցին, քանի որ ան ոչ միայն չի խրախուսել սպիրկը, այլ բացահայտ կերպով գմերժե անոնց աջակցությունը։ Իր 8 տարիներու ընթացքին Փաշինյան մեծ բադուհաս դարձավ Սպիրկ Հայաստան հարաբերություններու համար։ Ան բոսով մեջ ասավ, որ Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերուն բարձրանալուն չէ։ Մի վստահիկ իմ վրաս, ասավ Փաշինյան։ Հետո շարունակեց. Սպիրկահայերը պետք է իրենց խնդիրները լուծեն իրենց համայնքներում մեջ։ Իսկ այս շաբաթ վարչապետը մամլո ասորիսի մնացին հետևյալ խոսքը ասագու մեջ վերեմ, Սպիրկը իր բացարձակ մեծամասնությամբ աջակցում է Հայաստանի գործող իշխանություններին, իսկ այն սպիրկահայերը, ովքեր մեզ չեն աջակցում, շուտով ընդհանրապես մնալու են միայնակ։ Այս մոդեցումը ամբողջովին կչլադե համահայկական միասնությունը։ Մենք այսօր ունենք խայդափղետ սպիրկ։ Եվ նախքան խոսիլը, որ սպիրկ Հայաստան հարաբերություն ինչպես պիտի դրսևորվի եւ ինչ պետք է անենք, ես կարծեմ, որ անհրաժեշտ է նաեւ մտածել կարևոր անհրաժեշտությամբ հրամայական սպիրկի մեջ ներքին նախ յուրաքանչյուր քաղաքի բարակային, ապա յուրաքանչյուր մնացյալ իրարու հետ գործակցության ծևերը գտնելու մասին։ Այս վարչախումբին օրերուն բոլոր նախադեсությունները եւ բոլոր դրամապանական սահմանները անցան եւ ինձ համար շատ հստակ է, որովհետեւ Սպիրկեն թշկողողը Հայաստանի իշխանություններն առաջ դակավին Թանսու Չիլերի եւ Թուրքիտ Օզալի օրերուն Թուրքիո մեջ մինչեւ Էրդողան եւ Ալիև իրենք էին, որոնք Սպիրկեն թշկող էին, իրենք Հայաստանի իշխանություններն թշկող չէին։ Այսօր այդ աջենդան է, որ գիրակորձվի։ Գնանք ընդունել իրական Հայաստանի դեսլագանը, աշխարհակաղակական վանդագիմը մեջ բարփակված, շրջափակված, վերաբրող պետությունը, որ գոյություն ունի միայն իր թրացիներու թույլատվությամբ եւ թշնամական կմահաճույքով, մինչ մեր պատմությունը, մեր մշակույթը եւ մեր ինքնությունը գամած գահապշտակվին մեզ մե, կամ ավելի քեշ, կհանձնվին գամավոր գերբով։ Կա նաև ուրիշ տարբերակ, ըլլալ մեր աբակայի ինքնիշխան դերը, համաշխարհային ասկմը, որ կմերժե վարձվոր ըլլալ իր սեփական հողին վրա եւ դեր կգանքնի իր արդար իրավունքներուն։ Եթե կցկտինք կերդել մեր ճակատագիրը, ապա հավաքական մենքը, թե պետությունը եւ թե ասկը պետք է ճանչնան հայ սպյուրքը այնպես ինչպես որ է։ Ինքնիշխան ուժը միջազգային փեմի վրա։ Հայ ժողովուրդը նույնիսկ ցեղասպանությունից հետո կարողացել է պաշտպանել իր ինքնությունը, ընդ որում ոչ միայն պահել, պաշտպանել, այլ նաև զարգացնել։ Նույնիսկ ցեղասպանությունից հետո առաջին հանրապետությունը ստեղծելով նույնիսկ խորհրդային միության տարիներին մենք կարողացել ենք պահպանել մեր ազգային արժեքները, ձևավորել ազգային սերունդ, ով կարողացավ կերտել երրորդ հանրապետությունը, ազատագրել Արցախը եւ կառուցել երկրորդ հայկական պետականություն։ Ցավոք այսօր անկախ պետականության պայմաններում Հայաստանում կա ինքնության
պահպանման խնդիր։ Այսօր Հայաստանի իշխանությունները թշնամու հետ համատեղ պայքարում են հայկական ինքնության դեմ։ Թիրախավորված է հայ առաքելական եկեղեցին։ Եվ ըստ էության տեղի է ունենում դենացիոնալիզացիայի ծրագիր, ապազգայնացում։ Եվ այդ թշնամական ծրագիրը իրագործվում է Հայաստանի իշխանությունների ձեռքով։ Այո, այսօր հայ առաքելական եկեղեցին մայր հայրենիքում հալածվում է։ Եվ այն, որ փորձում են ներկայացնել, որ սա վեհափառի կամ 1-2 հոգևորականների դեմ պայքար է, ոչ, սա ուղիղ խորքային պայքար է ազգային ինստիտուտի, հայկական ինքնության, կուզեք իմանալ հայկական պետականության հիմքերի դեմ։ Այն, որ ասում են, եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, նման բան չկա։ Եկեղեցին պարզապես պաշտպանում է պետության հիմքերը, մեր ժողովրդի իրավունքները։ Եթե հայ առաքելական եկեղեցին, ազգային կազմակերպությունները, մեր լոբիստական համաշխարհային ցանցը միջազգային բեմերում խոսում է Արցախ վերադառնալու իրավունքի մասին, եւ եկեղեցին խոսում է Արցախում մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին, սա քաղաքականությամբ խառնվել չի։ Անհրաժեշտ է նախ եւ առաջ որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել հայրենիք-սփյուռք կապերը, ապահովելով գործակցությունը Սփյուռքի հետ ոչ որպես աշխարհացրիվ մի տարածքի, այլ որպես մեկ ազգի երկու մասերի։ Ասել ոչ թե հայեր մնացեք որտեղ կաք, բայց օգնեք, այլ եկեք եւ մի մասը դարձեք ձեր ազգի եւ պետության։ Սա է հուշում նաեւ հայրենիք-սփյուռք գործակցության միջազգային լավագույն փորձը։ Այս կործանարար ընթացքի մեջ բեկում առաջացնելու բանալին, ինչպես ճգնաժամային բոլոր ժամանակներում է եղել, հայրենիքում եւ Սփյուռքում հայության ջանքերի մեկտեղումն է։ Ամբողջական համահայկական համախմբում, քանի դեռ չենք անցել անշրջելիության սահմանագիծը, եւ ուրեմն մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ։ Սա է մեր ուժականության աղբյուրը եւ նոր հաղթանակների կերտման գրավականը։ Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Փարիզում կայացած Սփյուռքի զորաշարժի նվիրված խորհրդաժողովի առանցքային քննարկումներից մեկն անշուշտ ծավալվել է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարվող հակաեկեղեցական եւ հակազգային պայքարը։ Առանձին պանելային քննարկումներից բացի գրեթե բոլոր բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել ու դատապարտել են այդ նողկալի երևույթը, նշելով, որ այն դիտավորյալ հարված է հայոց ինքնությանն ու ազգային միասնությանը, պետության հիմնասյուներին, համարել նման գործելակերպը կարմիր գծերի անթույլատրելի անցում ապազգային արարք։ Համաժողովն իր զորակցությունն է հայտնել հայոց եկեղեցուն դժվարին այս իրավիճակի հաղթահարման գործում։ Իրենց հերթին համաժողովի աշխատանքները ողջունել են Նորին Սուրբ Օծություն ամենայն հայոց Տերտեր Գարեգին II վեհապառը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը։ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի մասնակիցների ելույթներում ակնհայտ էր նաև մտահոգությունը այս օրերին հայրենիքում տիրող ներազգային եւ ներքաղաքական մթնոլորտի առումով։ Բազմաթիվ ելույթներում նշվեց, որ այսօր ժամանակը չէ Սփյուռքի առջև ծառացած հարցերի մասին խոսելու։ Այսօր վտանգված է Հայաստանը, հայկական ինքնությունը եւ այս մարտահրավերներին ընդառաջ այս խորհրդաժողովի բուն նպատակն է ձևավորել գաղափարական այս ընդհանուր պայքարը հայոց պետականությունը փրկելու եւ ազգային շահերն առաջ մղելու համար։ Միևնույն ժամանակ խորհրդաժողովի մասնակիցները նշում էին, որ պարտավոր են լինել անկեղծ ու համարձակ ախտորոշման եւ առաջարկների մեջ։ Այս խորհրդաժողովը պետք է լինի այն հաստատուն մեկնակետը, որտեղից սկսվում է Սփյուռքի իրական զորաշարժը, ամուր ծրագրով, պատասխանատու կազմակերպումով եւ համազգային հավատքով։ Այս պահին առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որտեղ համաժողովի որոշ մասնակիցների կարծիքներն են ամփոփված, որից հետո տաղավարում կհյուրընկալենք Հայեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին։ Սփյուռքը Հայաստանի ոչ թե նավթն է, Սփյուռքը հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի
գաղափարախոսության մեկ մասնիկն է եւ չի կարելի դիտարկել սփյուռքը որպես ընդհանրապես ռեսուրս։ Սփյուռքը ռեսուրսից ավելին է մեկ ազգի տարբեր հատվածների միասնության այդ puzzle-ի կարևորագույն ուղղակն է, առանց որի ոչ Հայաստանը կարող է լինել հզոր եւ առանց Հայաստանի չի կարող գոյություն ունենալ սփյուռք կամ նստազերծված կլինի ընդհանրապես սփյուռքը։ Այս նախաձեռնությունը ուղղված է սփյուռքյան կառույցների կարողությունների մոբիլիզացմանը զորաշխարհում, ինչպես ասում եմ։ Առաջի տպավորությունը շատ դրական է։ Կարծում եմ մենք վաղուց նման միջոցառումների պակաս ենք ունեցել, կարիքը զգում ենք։ Երկրորդը թեմատիկան, որ քննարկվում էր, իրականում միտված էր ստեղծված պայմաններում, ընդ որում ինչն էր առանձնահատուկ, ոչ միայն Հայաստանում ստեղծված, այլ գլոբալ աշխարհում ստեղծված այս անորոշությունների պայմաններում ինչպիսին պետք է լինեն սփյուռքյան կառույցների եւ հայաստանյան իշխանությունների քայլերը կամ անելիքը։ Շատ կարևոր է նկատի ունենալ եվրոպացիներ հանուն Արցախի հարտակի իրականությունը, որ այսօրվա իրականությամբ 15 երկրներու, եվրոպական երկրներու համայնքային ներկայացուցիչները ոչ որևէ միություն կամ միություններու հավաքի, ուղղակի համայնքներու ներկայացուցիչներն են մասնակցողները եւ այդ համայնքներու ամբողջականությունն է, որ գարդայդվի Արցախի հարցին համար զորավի կգանքնի եւ նաեւ երբ որ համասկային հարց ունի Հայաստանի հետ կապված ինչպես էր այսօրվա աբասկային իշխանության հարձակումը եկեղեցվո վրա, հայաստանյան եկեղեցվո վրա, որ մեզի համար հայաստանյան զարակալական եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանության գործոնը եւ աստագ է։ Այս ուղղությամբ ունեցավ հայտարարություն, որ բավական աստեցություն թողեց եվրոպացիներ հանուն Արցախի հարտակը։ Ես չեմ ջանցած հաջողած երգիրը, որ այս աստիճան բաժանում գլա ազգային եւ pedagogan օրգանների եւ շահերի միջեւ։ Հիմա կբադայի անշուշտ, որ մեկ-մեկ pedagogan շահը դպահանջի որոշ քայլեր, որ դյուրին չեն դեղավորվի ընդհանուր ավելի լայն ազգային շահերի մեջ։ Բայց այս դարանչադուն սահմանը, որ մենք անցել ենք արդեն, ամենավտանգավոր բանն է։ Այս խորհրդաժողովը Փարիզի մեջ գրծավ աշխարհի 4 ցակերեն համախմբել սփյուռքով եւ Հայաստանով մտահոգ գլխակիր ասկի զավակները, բոլոր շերտերեն ակադեմիական, քաղաքական, հասարակական գործիչ, առանց կուսակցական եւ քաղաքական խտրության եւ հաջողության քրավականը այս կետին մեջ էր։ Կագնգալվի այս խորհրդաժողովի հիմնական եզրակացությունը եւ եզրակացութենեն յետ անշուշտ կորզնականացումը ճշտված քայլերուն, որոնց պատասխանը բնականաբար կստանանք հարաճիգա ամիսներուն եւ տարիներուն։ Բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը նվիրված է ապրիլի 11-ից 12-ին Փարիզում անցկացված Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին։ Եվ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, այսօր մենք տաղավարում կզրուցենք Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Ողջույն պարոն Ռուստամյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Դուք մասնակցում եք խորհրդաժողովին, նաև բացման խոսքով հանդես եկաք։ Պարոն Ռուստամյան, նորություն չէ, որ դաշնակցությունը պարբերաբար գումարում է խորհրդաժողովներ, վերջերս Երևանում անցկացվեց նաև Հայ դատի խորհրդաժողով եւ ընդամենը դրանից մեկ ամիս անց կազմակերպվեց այս խորհրդաժողովը Փարիզում։ Եվ զորաշարժ բառը այստեղ կարծում եմ առանցքային նշանակություն ունի, խնդրեմ դուք ավելի մանրամասնեք, թե ինչ նպատակով է հրավիրվել այս խորհրդաժողովը։ Խորհրդաժողովը իսկապես նախ սպասված էր այն իմաստով, որ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել այս 8 տարիների ընթացքում հայրենիք սփյուռք կապերի բացակայության ըստ էության իմաստով, այսինքն պետական քաղաքականություն որպես այդպիսին կարելի ասել գոյություն չունի, իսկ այն ինչ որ կատարվում է ավելի շատ վնասարար է, քան օգտակար։
Եվ սա պարզապես խոսքեր չեն, որովհետև ինչպես բոլոր հարցերում այս իշխանությունները սփյուռք հայրենիք կապերն էլ փոխանակ օգտագործեին մեր եղած փորձը, միջազգային փորձը, ավելի զարգացնեին եւ այդ զորակցությունը ամբողջական դառնար մեկը մյուսին, սկսեցին իրենց կետից, այսպես ասած, եւ ինչպես մյուս դեպքերում է, այստեղ էլ ունքը սարքելու տեղը իսկապես աչքը հանեցին։ Նախ ամբողջությամբ անտեսվեց այն փորձը, որը կուտակվել էր մինչև հիմա անգամ մեր փորձը, որովհետև տարիներ շարունակ, գիտեք, հայրենիքը միշտ կարևորել է սփյուռքի հետ կապերը, բոլոր իշխանությունների ժամանակի դեպ, խորհրդային դեռ ժամանակներից սկսած 1964 թվականին դեռ ստեղծվեց Սփյուռքի կապերի կոմիտեն, այնուհետև նոր անկախության տարիներին արտգործ նախարարությունում առաջացան համապատասխան օղակներ, մարմիններ եւ վերջապես ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը։ Եվ այս իշխանությունները եկան եւ այն 11 տարվա գործունեությունը, որ այդ Սփյուռքի նախարարությունը իսկապես օգտակար իրականացրել էր եւ հարուստ փորձ էր կուտակել, մի կողմ դրվեց ամբողջությամբ եւ դա փոխարինվեց հանձնակատարի գրասենյակով, գլխավոր հանձնակատարի գրասենյակով։ Բայց որ նայում ենք, թե ինչ է կատարել գլխավոր հանձնակատարը իր գրասենյակով մինչև հիմա, կարճ եթե բնորոշենք, դարձել է այս վարչախմբի շահերի պաշտպանը եւ ըստ էության դարձել է նրանց քաղաքականության քարոզիչը Սփյուռքում։ Եվ վնասակար բոլոր այն արտահայտությունները, որոնք ի վերջո բերում են մեզ տարանջատելուն, ոչ թե միավորելուն, դա տեղի ունի նաեւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս Սփյուռքում էլ այդ նույն մոտեցումը եւ Սփյուռքի ներսում Սփյուռքի հետ կապերի հետ կապված այդ նույն պարակտիչ քաղաքականությունն է վարվում։ Պարակտման հիմքում ի՞նչն է դրված, հիշում եք երևի այստեղ էլ, չէ՞, կառավարության մի անգամ կատարողականը ներկայացնելիս կառավարության զեկուցողը, ֆինանսների նախարարն ասաց, որ մենք այլևս պետք է կառավարությունը պաշտպանի իրական Հայաստանի քաղաքացիներին։ Իրենք հորինել են, այսպես ասած, իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունը, այսինքն իրենց թեթև ձեռով ստացվեց, որ մենք մինչև ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց կա նաև ինչ-որ առանձին մի հատված, որը իրական Հայաստանի քաղաքացիներ են, որոնք բնականաբար պաշտպանում են եւ ջատագովն են այս կառավարության ծրագրերի։ Այսինքն իրենք պետք է պաշտպանեն միայն նրանց, որոնց որ իրենք յուրային են համարում։ Այսպես կոչված իրական Հայաստանի քաղաքացի։ Նույնը կրկնեց հանձնակատարը, ասելով, որ մենք այդքան շատ ռեսուրս չունենք, որ կարողանանք ամենտեղ հասնել Սփյուռքը աշխարհացրիվ տարբեր երկրներում ներկայություն ունի եւ մենք մեր կենտրոնացումը կատարում ենք այն կապերը զարգացնելու վրա, այն հատվածների հետ հարաբերությունները ամրապնդելու վրա, որոնք կիսում են պետական իշխանության վարած քաղաքականությունը։ Ասել է թե այս վարչախմբի մոտեցումները։ Այսինքն նույն բանն է։ Այսինքն այստեղ իրական Հայաստանի քաղաքացիներին են պաշտպանում, ընդեղ էլ կապերը ամրապնդում են միայն այն հատվածների հետ, որոնք կան սիրելի սփյուռքահայեր եւ ոչ սիրելի սփյուռքահայեր։ Իրանց սրտի, այսպես ասած, հայտնի բանն է, սրտի սփյուռքահայեր եւ ոչ այդպիսին։ Եվ սա ինչի բերեց, սա բերեց ընդհանրապես պետական քաղաքականությունը, եթե դա է, կարելի ասել դա վնասակար է, ոչ թե գոյություն չունի։ Ավելի լավը չունենա գոյություն այդպիսի պետական քաղաքականությունը։ Եվ այս բացը լրացնելուն էր ուղղված այս խորհրդաժողովի անհրաժեշտությունը, այսինքն արմատապես պետք է փոխել այս մոտեցումը։ Սա է հիմնական խնդիրը, որ դրված էր այս խորհրդաժողովի առաջ, եւ ես իսկապես գոհունակությամբ կարող եմ ասել, որ բավականին բարձր մակարդակով այս խնդիրը ընկալվեց եւ ներկայացվեց համապատասխան անձանց կողմից, ովքեր որ բնական ունեն փորձ, ունեն հստակ մոտեցումներ եւ մեր եւ միջազգային փորձի ճիշտ այդպես ասած մի հատ համադրում կատարվեց։ Այսինքն ակնհայտ է, որ վաղը եթե այս իշխանությունները փոխվեն, եթե չփոխվեն, սա կործանարար ընթացք է եւ շարունակվելու է,
ինչից է պետք նորից վերականգնել, սկսել եւ վերահաստատել հայրենիք սփյուռք գործակցությունը, որտեղ այստեղ գործակցության մասին է պետք խոսել։ Համաժողովի ներկային նաև Հայաստանից ներկայացուցիչներ, այդ թվում նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, եւ կարծում որ նրանց արդեն նաև քաղաքական անցած ճանապարհը վերլուծվեց նախորդ տարիներից տեյության նաև հարաբերությունները, բացերը ինչու՞ չէ, եւ այս առումով ինչ որ առումով կարծում եմ մշակվեց ինչ որ նոր մոտեցում հայեցակարգ, որը հենված է նաև իմ փորձի վրա։ Տեսեք, ընդհանուր առմամբ թե միջազգային փորձը, թե մեր փորձը խոսում է հետևյալի մասին։ Ամեն մեկը ունենալով իր յուրահատկությունը սփյուռք հայրենիք կապերի իմաստով, շեշտը դրել է այս կամ այն կարևորությունն է տվել այս կամ այն մոտեցմանը, օրինակ հայրենադարձությունը միտեղ կարևորվել է, որի հիմնական կրողը օրինակ Իսրայելն է։ Տնտեսական համագործակցություն, ինտեգրում, տնտեսական ներդրումների խրախուսում եւ այլն, Չինաստան, Հնդկաստան օրինակները կան։ Ընդհանրապես ինքնությունը պահպանելու եւ մեկ ընդհանուր կապի մեջ հայրենիք եւ սփյուռք հարաբերությունները ձևավորելու անհրաժեշտությունը, որը Իռլանդիա, Իսլանդիա, Իսրայել նորից նույն մոտեցումն է հանդես բերում։ Քաղաքական ինտեգրումը, որ կարևորել են օրինակ Ֆրանսիան եւ Թուրքիան։ Օրինակի համար Ֆրանսիան ունի առանձին հատված իր խորհրդարանում հատվածը առանձնացրել, որտեղ ներկայացված են արտերկրում ապրող ֆրանսիացիները։ Ընտրվում են, այսինքն ֆրանսիացին արտերկրում ունի ոչ միայն ընտրելու, այլ նաև ընտրվելու իրավունք։ Նույնը հիմա արել է Հունաստանը, օրինակ։ 3 տեղ են հատկացրել առայժմ սկսելու համար, պիլոտային այսպես, 3 տեղ են հատկացրել, որ դրսում ապրող հունաստանցիները կարողանան իրենց падգամավոր ունենալ, որտեղ մենք միշտ խնդիր ունենք, ով է սփյուռքը ներկայացնում։ Հայաստանը ունի իր կառույցները սահմանադրությամբ ամրագրված, բայց սփյուռք ներկայացնողը ո՞րն է։ Եվ այստեղ տարբեր լուծումներ ամեն մի երկիր գտել է։ Եվ կա խառը, որտեղ ամենն է կարևորվում։ Մեր մոտեցումն է, որ մերը հենց այդպեսին պետք է լինի։ Հայաստանը պետք է այդ բոլոր տարբերակները, բոլոր ուղղությունները պետք է կարևորի։ Եվ մենք ոչ թե պետք է առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ սփյուռքից միայն օժանդակություն ակնկալենք, ասում եմ, եղեք ապրեք այնտեղ, որտեղ կաք, բայց օգնեք։ Այլ պետք է ասենք ոչ, եկեք եւ մաս կազմեք ձեր պետությանը եւ ազգին։ Այսինքն մենք պետք է հնարավորությունը տանք հայությանը եւ սա պետք է հստակ ծրագրավորված, պլանավորված, կառուցակարգային եւ իրավական լուծումներով դա իրականացվի եւ փոխշահավետության սկզբունքի վրա դա պետք է աշխատի։ Այսինքն սփյուռքը պետք է ունենա հնարավորություն քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային կյանքում ներկայություն ունենալու Հայաստանում, իսկ Հայաստանն էլ ստանա առավելություններ սփյուռքի արկայությունից, այսինքն ինտեգրում, տնտեսական ներդրումների խրախուսում, քաղաքական, այո, ազդեցության ձեռքբերում դրսում։ Մեկ ամենասկզբում այս իշխանություններն ասում էին, որ սփյուռքից պիտի ինտեգրում նման կատարեն, պաշտոններ հատկացնեն, նույնիսկ մի ծրագիր կարծես թե իրականացրեցին, երիտասարդ մասնագետներ սփյուռքից հրավիրեցին, որ նախարարություններում աշխատեին եւ այդպես էլ կարծես թե հերթական պոպուլիստական մակարդակից այն կողմ չանցավ գործը։ Տեսեք, օրինակ, կամ գուցե որոշ սրտի սփյուռքահայեր իսկապես տեղավորվեցին աշխատանք։ Ինչն է պատճառը։ Իրանք միայն կենտրոնացել են յուրայինների հետ աշխատանքի վրա, իսկ սփյուռքը ամենա մեղմ հաշվարկներով 2 անգամ ավելի բնակչություն կա հայություն դուրսը, քան թե Հայաստանի ներսում։ Եվ ուրեմն այսպես դնել տարբերակել, որն է մեր համար ընդունելի հայը, որը ոչ, դա հենց ամենայն ավերիչ ճանապարհն է, որով այս իշխանություններն անցել են։ Այսինքն օրինակ նույն Իսրայելը, որը կարևորում է սփյուռքի կազմակերպումը ընդհանրապես հայադարձության վրա շեշտ է դնում, որտեղ ինքը համարում է, որ սա ոչ թե դրսում ապրող բազմություն է հրեական սփյուռքը, այլ պետության մաս է։ Եվ իրենք հնարավորություններ են ստեղծում ամբողջությամբ, որպեսզի հայրենադարձվեն եւ ծրագրեր են իրականացնում տարբեր կա նույն համաշխարհային հրեական գործակալությունը, որը ամբողջ հրեական սփյուռքը ըստ էության
կառույց է, որը մարմնավորվում է եւ այդտեղ ընդունվող որոշումները խորհրդատվական նշանակություն ունեն եւ չեն կարող անտեսվել պետության կողմից Իսրայելի։ Այսինքն ծրագրեր են իրականացնում երիտասարդների համար վերադարձ դեպի Իսրայել, որը մեր արիտում ծրագիրն էր, օրինակ, հիշեք ժամանակին, դրա նման մի բան էր, ավելի այսպես ասած երիտասարդներին դեպի հայրենիք բերելու, կապելու եւ այլ, այսինքն իսկապես հարուստ փորձ գոյություն ունի։ Իռլանդիան Global Irish Network ունի մեծ ցանց, որտեղ իռլանդացիները բոլորն իրար տեսնում են աշխարհով մեկ։ Այսինքն այսօրվա տեխնոլոգիաներն էլ դա թույլ է տալիս թվայնացած այս ամբողջ համակարգը օգտագործել նոր տեխնոլոգիաներով, իսկապես ամեն մեկը պետք է իմանա որտեղ է եւ ոչ միայն ով որտեղ է ապրում, այլ նաեւ ով ինչ մասնագիտություն ունի։ Եվ այդ մասնագետներին ներգրավի, օրինակ դա անում է Հնդկաստանը։ Հնդկաստանը առանձին կարգավիճակ է տվել։ Ազգային ներուժի գնահատում են իրականում։ Հնդիկներին առանձին կարգավիճակ է տվել, արդ երկրում ապրող հնդիկներն ունեն առանձին հատուկ կարգավիճակ, մասնագետներին իրենք ներգրավում են իրենց տնտեսությունը զարգացնելու համար, Սիլիկոն Վալիում օրինակ աշխատող հնդիկները աշխատում են նաև իրենց երկրի տնտեսության համար, այսինքն իրենց համար դա մեծ տնտեսական կամուրջ է, որը դրսի հնդիկները եւ ներսի Հնդկաստանի տնտեսությունը իրար հետ կապի մեջ են պահում։ Եվ այդպես տարբեր քաղաքական առումով, տեսեք Թուրքիան մեզից սովորեց եւ շատ ավելի առաջ գնաց, այսինքն հիմա իրենք ամենտեղ թուրք հասարակությունը, որ գոյություն ունի տարբեր երկրներում, դարձնում են քաղաքական գործոն։ Հասել են նրան, որ տարբեր տեղական ինքնակառավարման օրինակ մարմիններում, որտեղ կոմպակտ թուրքեր են ապրում, արդեն այդ տեղական կառավարման մարմիններն իրենք են։ Այդ ավականիները, այսպես ասած, մերյաները Ֆրանսիայում կան այդպիսի քաղաքներ, այսինքն ամբողջությամբ իրենք են ղեկավարում։ Կան նաև երկրներ, որտեղ արդեն 30-40% իրենց խորհրդարաններում ներկայություն ունեն թուրքական ծագում ունեցող ուրեմն բնակիչները տվյալ երկրի։ Այսինքն իրենք այո համարում են, որ եթե իրանք քաղաքական ծրագիր ունեն, որ աշխարհով մեկ իրականացնեն, դա հենարանը այդ ամեն ինչ իրականացնելու գործոնը, որ առաջ կմղի եւ իսկապես արդյունք կտա, իրենք դրսում ապրող թուրքերի վրա են դա հենվում։ Այսինքն մենք էլ նույնը պետք է անենք։ Հիմա մենք անում ենք այն ինչ որ ժամանակի ընթացքում պետություն չենք ունեցել մեր հայդատի գրասենյակներով, լոբինգը դա նույնպես նույն քաղաքական ինտեգրման խնդիր է լուծում, չէ՞, ինք արտաքին քաղաքականությանը նպաստող գործունեություն է ծառայում իրականացնում։ Եվ սա հենց բերում է նրան, որ դու հեղինակությունը քո արտաքին մեծ մակարդակի վրա ես բարձրացնում, այսինքն պետությունն էլ այդ առավելությունն է ստանում։ Սրանից մենք հեռացել ենք։ Նաև գաղափարական միասնություն է պետք է այսօրվա իշխանությունները այն գաղափարներին են խփում ազգային, որոնք Սփյուռքի համար կարմիր գիծ են։ Այո, հենց էս է խնդիրը։ Ինքնության հենց հարցն է նախ եւ առաջ։ Տեսեք, ոնց են աղավաղում այն ինչ որ մեզ շաղախում է։ Եթե չկա ինքնության զգացում բոլորիս մոտ, առաջի հերթին հայրենիք սփյուռք կապերը հայերին իրար կապելու մասին է, չէ՞։ Որտեղ էլ որ լինենք, բայց ինչը մեզ պիտի կապի։ Մեզ մեր ինքնությունն է կապում։ Մեր հայի տեսակը, նույն ընկալումը, որ մենք հայրենիքի, լեզվի, մեր մշակույթի ավանդույթների, մեր արժեհամակարգի իմաստով նույն մոտեցումներն ունենք։ Կիսում ենք այդ ամեն ինչը իրար հետ, անկախ նրանից, թե մենք որտեղ ենք ապրում։ Կարող ենք ապրել Ամերիկայում, Ռուսաստանում, խոսել անգամ անգլերեն, ռուսերեն, բայց մեզ իդենտիֆիկացնել մեր տեսակի հետ, հայի տեսակի հետ։ Սա է ինքնության անհրաժեշտությունը, սա է պետք խրախուսել, որ կարողանանք մեր ներուժն ամբողջությամբ օգտագործենք։ Դրա համար երբ որ իսկ ինչ են իրանք սա անում այս իշխանությունները, որպեսզի ցույց տան, որ մենք անկարող ենք, որտեղ իրանց ծրագիրը կխափանվի, եթե պարզվի, որ մենք լուրջ ուժականություն ունենք, ինքներս մեր խնդիրներին տեր կանգնելու, զիջումները, որոնք այսօր տեղի ունեն, դրանք չկատարելու, պարզվի, որ այս իշխանությունները լրիվ ապազգային, հակազգային քաղաքականություն են վարում, ստիպելով մեզ զիջել, որովհետև իբր թե մենք անճար ենք, անզոր ենք եւ այս թուլության վրա խաղում են իրենց ամբողջ ծրագրերն իրականացնելու համար։ Այս սրանից է պետք է ազատվել։
Մենք հենց սկզբից էլ այդ նույն գաղափարը դրել ենք դրա վրա, որն է մեր ուժականության հիմքը։ Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ։ Այո, սրանով մենք կարող ենք համախմբել ամբողջ հայությունը։ Առանց նայելու մեր դուրը գալիս է որպես այսօրվա իշխանություն, թե ոչ։ Այո, կարող են չկիսել այս իշխանությունների մոտեցումը եւ հիմնականում չեն էլ կիսում։ Եվ դրա համար իրենք ինչ են արել, կապվում են միայն այն հատվածի հետ, որոնք իրենց սրտի, այսպես ասած, ուզած հայերն են։ Ավելի սարսափելի մի բան էլ կա, որ միշտ Թուրքիան եւ Ադրբեջանը, մեր թշնամի երկրները, թիրախավորել են հայոց եկեղեցին եւ հայկական սփյուռքը։ Եվ այսօր մենք եկեղեցու դեմ տեսնում ենք հարձակում իշխանության կողմից եւ սփյուռքի հանդեպ նման վերաբերմունք։ Սա կարծես թե սինխրոնիզացնում է այն աշխատանքը, որ տարիներ ի վեր տարվել է մեր դեմ, մեր ազգային շահերի դեմ։ Դե դու հենց այդ նույն տրամաբանությամբ է, որ իրանք ցույց տան, որ մենք հանճար ենք, անզոր ենք եւ մեր ամբողջ ապագա, կամ այսպես կոչված խաղաղությունը, մեր ապագան պետք է երաշխավորեն ովքեր այդ պարագայում թուրք ադրբեջանական տանդեմը երաշխավորի, որ մենք հանձնենք մեր, այսպես ասած, ապագայի երաշխավորումը, խաղաղության եւ մեր գոյության երաշխավորումը նրան, ով մինչև հիմա չի ճանաչել, որ ինքը ազգի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։ Եվ դա չանելով բնականաբար մենք միշտ կանգնած ենք այդ վտանգի առաջ, որ այդ նույն բանը կարող է անդադ կրկնվի, որովհետև իրենց համար էսա որ պետք է իսկապես մեր ժողովուրդն էլ ընկալի թուրքերի եւ ադրբեջանցիների ուզածը ոչ թե մենակ մեզնից այն զիջումներն են, որոնք իբր թե այսօր արել են եւ դրանով իրենք կբավարարվեն, ոչ, իրենց ուզածը մեր ինքնությունից մեր հրաժարվելն է, որտեղ մեր ինքնությունն է իրանց համար խնդիր։ Եթե դա այդպես չի, դե թող մեկը ինձ բացատրի, ինչու է հայաթափվել է Արցախը, բայց չեն հանգստանում, չէ՞։ Ջնջում են ամբողջ հետքը հայկական, որ ժառանգությունը մեր մշակութային, մեր եկեղեցիները, մեր հուշարձանները եւ այլն։ Ինչպես Նախիջևանում, ինչպես նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ Արևմտյան Հայաստանում։ Այսինքն իրանք մեր ինքնության հետ խնդիր ունեն, որպեսզի հայկական հարցից ազատվեն։ Իրանց մոտեցումը դա է, չկան հայեր, չկա հայկական հարց։ Եվ սա չի փոխվել իրենց մոտ։ Այդ ծրագիրը հետևողականորեն, պանթուրանական այդ ծրագիրը իրականացվում է։ Ժամանակները փոխվում են, իրենք նման տվյալ պայմաններում իրենց ծրագիրը համապատասխանեցնում են ստեղծված իրավիճակին, բայց նպատակից երբեք չեն հրաժարվում։ Սա է պետք հասկանալ եւ սա է, որ խափում են այս իշխանությունները, թմրեցնելով մեզ այսպես կոչված այս խաղաղության այս պատրանքով։ Ինչ խաղաղություն է, այդ խաղաղությունը իրանց համար այնա, ոնց որ մենք փորձում ունենք խաղաղ ապրող օրինակ հայեր, որոնք չեն փորձանում դեմ դուրս գալ թուրքական ինքնությանը։ Այսինքն մեր ինքնության կորուստի գնով, մեր ինքնությունից հրաժարվելու գնով է այս խաղաղությունը։ Արևմտյան Ադրբեջանից են խոսում, տարբեր բաներից, բայց դրանք ինչի համար են։ Դրանք են, որ մենք եթե ուզում ենք խաղաղ ապրել, մենք պետք է հրաժարվենք մեր ինքնությունից։ Իսկ առանց ինքնությունից ազգը, առանց ինքնություն ունեցող ազգը ոչնչանում է անգամ առանց պատերազմի։ Սա է իրականությունը։ Այս թվացial խաղաղության, այսպես ասած, պայմաններում, եթե դու ինքնությունից ինքնուրույն հրաժարվում ես, այո, քեզ կտան խաղաղ ապրելու, այսինքն գոյատևելու հնարավորություն։ Բայց հենց սկսես ասել, որ չէ, ես ունեմ իմ արմատները, ես հայ քրիստոնյա եմ, ես ունեմ հայկից եկած ժառանգություն եւ այլ, միանգամից խնդիր ես ունենալու իրենց հետ, որովհետեւ հենց դա է, որ իրանց խանգարում է իրանց պանթուրանական ծրագրերը իրականացնելու համար։ Սա պետք է հասկանա մեր ժողովուրդը եւ ինչու նաեւ հիմա արեցինք այս զորաշարժ անունը հենց դնելով, որովհետեւ մենք հասել ենք մի կետի, որտեղ եթե այս իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, ասեցի դրանք կործանարար ինչ բնույթ ունեն, մենք այլևս անշրջելիության կետերը կանցնենք եւ այլևս վերականգնել այն ինչ որ արդեն ավիրվել է, կլինի անհնար։ Արդեն եթե նոր իշխանություն գա, հսկայական խնդիրների առաջ է կանգնելու, սրանց կատարած ավերը վերականգնելու իմաստով։ Մեր ինքնության, մեր ազգային տեսակին ուղղված այդ ավերը։
Այսինքն մենք հենց այս վնասարարությունը, դրա համար ասում եմ, այս իրենց 8-ամյա գործունեությունը, դա կարճ բնորոշենք, դա գիտակցված վնասարարություն է, ուղղված մեր ինքնությունից հրաժարվելուն եւ մեր համազգային ձեռքբերումները մսխելուն։ Ինչ արեցին, մսխեցին, չէ՞, մեր հաղթանակի արդյունքները, Արցախը, մյուսը, ամեն ինչը մսխվել է այս իշխանությունների օրոք։ Ինչ են ստացել 18 թվականին, ունենք 42,000 քառակուսի կիլոմետրի վրա հայկական վերահսկողություն, հիմա մեր իրենց իսկ հորջորջած խորհրդային իբր հանրապետության տարածքների վրա չունենք այդ վերահսկողությունը։ Այդ որ ասում ենք կորցնում ենք Արցախը, կկորցնենք նաև Հայաստանը, հիմա ասում են ինչա կորել, ապա կորելու ընթացքի մեջ է, էլի, բա ինչա։ Այսինքն ինչքան հատված տալիս ենք։ Էլ կորելը ո՞նց ալնում։ Վտանգավոր ինքնությանն ենք մեր Եվ հենց ինքնությանն է, դրա ամենի հիմքում կարող են հայեր ապրել տարածքի վրա, բայց ինքնության կարող չլինեն։ Եվ դրա համար եմ ասում, որ այս զորաշարժը անհրաժեշտ էր, որպեսզի մենք սթափության նաև կոչով հանդես գանք ողջ հայության առաջ, որ եթե թողնենք, որ այս քաղաքականությունը շարունակվի, արդեն կանցնենք անշրջելիության կետերը, որ այլևս ուզենանք էլ հետ չենք բերի մեր կորցրածը եւ վերականգնենք մեր արժանապատվությունը եւ մեր ինքնությունը խարսխող հիմքերը պահպանենք։ Այսինքն սա պետք է կարողանանք իրականացնել։ Մեր ժամանակը սպառվում է, գործնական քայլերի կդիմի խորհրդաժողովը որոշակի աշխատանքները շարունակելու այդ ուղերձը ավելի կապիտալիզացնելու առումով։ Այո, գործնական քայլերի էլ ենք դիմել, արդեն ձևավորվել է մի համակարգող մարմին, հենց նույն խորհրդաժողովից ծնվեց այդ մարմինը, նախ արդեն պատրաստվել է հայտարարությունը, որը բավականին ամբողջական ներկայացնում է մեր զորաշարժի ուղղությունները, նպատակները, օրակարգը համահայկական ըստ էության, եւ նաեւ քանի որ ասեցի, այս ընտրությունները դիտվում են սահմանագիծը, որից են կողմ արդեն անշրջելիության վիճակ կարող է առաջանալ, գոչարվում բոլորին մասնակցել այս ընտրություններին, ովքեր որ քաղաքացիություն ունեն, օրինակ այսօր կարող են գալ եւ մասնակցել ընտրություններին, իսկ Հայաստանից դուրս բավականին շատ քաղաքացիներ կան։ Իրենք կարող են անմիջական մասնակցություն ունենալ եւ լուծել գլխավոր հարցը, փոխել ապազգային, հակազգային այս ուղեգիծը երկրի զարգացման եւ հաստատել ազգային պետական ուղեգիծ։ Եվ այդ ձևը դա հնարավոր է անել այս իշխանությունները փոխելով միայն։ Եվ ուրեմն մեր խնդիրը դրսում, այսինքն Հայաստանից դուրս այս գաղափարի շուրջ զորաշարժ առաջացնելն է, իսկ Հայաստանի ներսում միասնական ջանքերով ընդդիմության կողմից իշխանափոխություն իրականացնելը։ Սա է, որ այսօր հրատապ անհրաժեշտություն է։ Եվ դրա համար մենք հենց հիմա նախաձեռնեցինք, որ այս ահազանգը եւ այս կարեւորությունը ամեն հայ հասկանա եւ իր կողմից ամեն մեկը կարողանա իր նպաստը բերել այս հարցի լուծմանը։ Այո, իսկապես ճգնաժամային, խիստ ճգնաժամային իրավիճակում ենք եւ հայությունը պիտի գիտակցի սա, համախմբվի, սա կարծես թե մի նոր սարդարապատի է վերածվում այս օրերին։ Եվ գիտակցենք մեր ուժականությունը, ուրիշ ձև չկա։ Փոքր նեղություն տալով իրենց այնուամենայնիվ գան այս օրասական պահին մասնակցեն այս կարևոր։ Ամեն մեկը յուրովի կարող է դա անել, հիմա աշխարհը այնքան է գլոբալիզացվել, այսինքն ինտերնետը կապել է, հեռավորությունները այդքան չկան։ Իրենք կարող են բոլորը օրինակի համար հենց քարոզչական իմաստով իրենց նպաստը բերեն առայն, որ խրախուսեն բոլոր ընտրողներին մասնակցեն ընտրություններին։ Մենակ այդքան է։ Ես չեմ ասում անգամ ասեն կոնկրետ որ ուժին քվեարկեն, ասեն որ այս ուղղությունը փոխելու համար, այս երկրի զարգացման ուղեգիծը փոխելու համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը ընտրություններին։ Եվ եթե ընտրությունների մասնակցության տոկոսը մեծ եղավ, օրինակ ինչպես Հունգարիայում, այդ ժամանակ իշխանությունը շանս չունի իր իշխանությունը պահելու։ Դրանից են իրանք սարսափում։ Եթե 60% օրինակ ինչպես Հունգարիայում եղավ մասնակցություն արձանագրվի Հայաստանում, վերջացած է այս իշխանությունների փոփոխությունը կլինի րոպեների ժամերի հարց։ Շնորհակալ եմ կարևոր զրույցի համար։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Փարիզի մեջ գումարված Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը սովորական հավաք չէր, այլ կոչնակ ուղված հայության հավաքական գիտակցությանը։
Այս խորհրդաժողովը փաստեց, որ Սփյուռքի զորաշարժը այլևս անհրաժեշտություն է եւ ոչ թե ընտրություն։ Եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մնացեք խաղաղությամբ եւ եղեք միաբան։